Վարչապետը կասկածի տակ է դնում Գարեգին II կաթողիկոսի կուսակրոնությունը։ Ֆեյսբուքյան շատ ուղիղ գրառման մեջ Փաշինյանը հայտարարել է. խնդիրը բարձրացնում է թե որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թե որպես վարչապետ, որովհետև տեսնում է հոգևոր և պետական անվտանգության խնդիր։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։ Թե ինչպես է պատրաստվում պարզել Գարեգին II կուսակրոն է, թե խախտել է ուխտը, վարչապետը իր վերջին գրառման մեջ չի մանրամասնել, չի խոսել նաև, թե ինչ պարզաբանում է հաջորդելու այդ հայտարարությանը։ Անպատասխան շատ հարցեր կան նաև վարչապետի մեկ այլ ոչ պակաս աղմուկ հանած գրառման շուրջ, որ Հայաստանը մեջբերեմ պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Այսօր վարչապետին Երևանի պետական համալսարան այցի ընթացքում ուղեկցած կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի տեսակետը պաշտպանեց, բայց նաև չհստակեցրեց գործադիրում պետության մասնակցությունը կաթողիկոսի ընտրությանն ինչպես են պատկերացնում։ Սահմանադրությամբ ամրագրված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, իսկ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը։ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, այդ ընտրությանը նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ են մասնակցում։ Բոլոր հարցերի իրենց պատասխանները ժամանակին կստանան, այն որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում ավելի քան ակնհայտ է, ու եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրները ակնհայտ են։ Պետությունը որևէ դերակատարում ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, դա այսօրվա գործող սահմանադրության պայմաններում անհնար է։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սակայն չի բացառում, որ իշխանությունը իր նպատակին հասնելու համար նոր սահմանադրության նախագծից հանի պետության կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչող դրույթը։ Փոխարենը կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցության վերաբերյալ մեխանիզմներ սահմանի։ Դա պետք է իհարկե մեր ազգային եկեղեցական ավանդույթների ամբողջությամբ հակասող մի քայլ, զարմանալի է ցինիզմի բարձրագույն աստիճանը, որը նույնիսկ Փաշինյանից եւ իր կամակատարներից դժվար էր անգամ ենթադրել։ Նման ձևով հայոց ազգային եկեղեցու դեմ խոսում են միայն մեր թշնամիները։ Մեր ինքնության պաշտպանությունը հակոտնյա է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականություն, որը միայն Ադրբեջանին եւ Թուրքիային գոհացնելու քաղաքականություն է։ Մինչ մայրաթորը լուռ է խորհրդարանական ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը եկեղեցու հասցեին Փաշինյանի հայտարարությունները ինքնության քայքայմանն ուղղված գործողություն է որակում։ Եկեղեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտն է այսօր եւ ես նաեւ քիչ թե շատ նրա մարդկային հատկանիշներին ծանոթ լինելով նաեւ ինքը ուղղակի այսպես ոչ թե ցայտնոտ է, այլ խանգարումքի մեջ է հայտնվել, երբ որ տեսնում եմ, որ երկրում կա մի ինստիտուտ, որը հակառակ այս ամեն ինչին, հակառակ թիրախավորումներին, սադրանքներին եւ այլն շարունակում է վայելել հայ ժողովրդի ուրեմն համակրանքը սերը։ Կովկասյան բարոմետրի անցած տարվա հետազոտության համաձայն Հայաստանում ամենաշատ վստահությունը եկեղեցին ունի, ընդ որում 2021-ի համեմատ այն մոտ 6 անգամ ավելացել է։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիրին ըստ նույն հարցման 2024-ին 11.8%-ն է լիովին վստահել։ Պետությունը ընդդիմադիր падգամավորի խոսքով անելիք չունի կաթողիկոսի ընտրությանը։ Ժողովը բաղկացած է թե աշխարհիկ մասից եւ թե հոգեվորականներից, այնտեղ պետությունը անելիք չունի, այնտեղ հայ քրիստոնյա հոդն է որոշում իր վեհապարին։ Աստծուն տված երթումը ուրացողները չեն կարող լինել հոգեվոր հովիվ։ Մինչ եկեղեցուն ուղված Փաշինյանի հայտարարությունների շուրջ, այդ թվում հայհոյախառն քննադատությունը չի մարում, հենց նրա գրասենյակից թեման թեժացնում են։ Կոնկրետ այս գրառման հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է։ Իհարկե ինձ համար միշտ հաճելի է լինել այստեղ եւ ես համոզված եմ, որ դեռ շատ կլինեմ, որովհետեւ
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի կյանքում։ 2018-ի այս ջերմությունը սառեց մասնավորապես 2020-ի պատերազմից հետո, երբ Գարեգին II-ը անձամբ հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ։ Իշխանական պատգամավորների հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց։ Փորձում էինք ճշտել քննադատություններին նրանց արձագանքը, նաև ինչպես են պատկերացնում կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցությունը։ Բացի այդ ինչ տեղեկություններ ունի վարչապետը, որոնք հիմք են տալիս կասկածել կաթողիկոսի կուսակրոնությանը, եւ որ ոչ պակաս կարևոր է ինչպես են դրանք հայտնվել նրա ձեռքում։